ցույց չեք տալիս ձեր զայրույթը։ Իմ ամբողջ տրեյնինգը դրա վրա է, որ ինքնատերապետումը չկորցնես։ Եվ կրկնում եմ, պատասխանատու պաշտոնի համար մարդ պետք է այդ տեստը անցնի։ Իվիճակի է ինքը իրեն թերապետել, թե ոչ։ Եթե իվիճակի չի, ուրեմն բարկա պրոֆ նեպրիգոդն է։ Ինքը պետք է գնա այլ գործ պանտրի։ Ինչպես է ընդհանուր առմամբ այս 15 գորեքարու դաշարի գնահատում։ Ընդհանուր եւ նաեւ ձերը։ Դրական եմ գնահատում, մենք տեսնում ենք աճը, հետաքրքրության, բացասական եմ գնահատում ուղղակի այն ոճը, որը որդեգրվում է հատկապես ԿՊ-ի կողմից։ Արհեստական սրել, սպառնալիքներ եւ իհարկե վարչական ռեսուրսի կիրառում։ Կոնկրետ մեր մասով մենք տեսնում ենք դրական վերաբերմունքի եւ հետաքրքրության աճը Հայաստան դաշինքի նկատմամբ, սա ուղղակի դժվար է երկել։ Եղավ, դե լավ։ Մի հարց կարելի է, պարոն նախագահ, խոսելով ԿՊ-ի մեթոդների մասին, որ դուք հիշատակեցիք, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի ձայնագրություն է սկսել կրկին տարածել, որում իբրև թե դուք Վլադիմիր Պուտինին խնդրում եք շանս տալ ձեզ հեռանալու կամ այսպես առանց խոչընդոտների հեռանալու, այսինքն փախչելու կարելի է ասել։ Ինչպես կմեկնաբանեք։ Պուտինը պիտի ինձ օգնի ես փախչեմ։ Ըստ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրության։ Ալեն Սիմոնյանի մակարդակը բոլորս տեսնում ենք, իր դաստիարակության մակարդակը ևս տեսնում ենք։ Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում գալիս, եթե փախնելու հարց կա, ես պիտի Պուտինին դիմեմ փախնելու համար։ Ուղղակի ինչ ասեմ, մարդկանց երևի բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար համարում որ դա վարակիչ չի, բայց տվյալ դեպքում ոնց որ վիրուսային բան կա, այնց իրար շփվում են, իրար փոխանցում են։ Ընդհանրապես դա ժամանակին իրենք հրապարակել են, դա արհեստական բանականությամբ ստեղծած նյութ է, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել ընդհանրապես, եւ իրենք պետք է, եթե չգիտեն, ես ուղղակի կարող եմ ասել, Ռուսաստանի նախագահ բաց կապով երբեք ոչ մեկ հետ չի խոսում, չկա այդպիսի բան։